Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF-ը) 2023-ին 960 միլիոն դրամ կամ մոտ 2.5 միլիոն դոլար է տրամադրել Berry Mount Փակ բաժնետիրական ընկերությանը ելակի ջերմոցներ հիմնելու համար։ Berry Mount-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեքսեենկոն է, Երևանի քաղաքապետ, ANIF-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ANIF-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ANIF-ի դուստր ընկերության, ձեռնարկատեր գումարած պետության հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության միջոցով։ Berry Mount-ը հիմնվել է Դմիտրի Ալեքսեենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, ընկերության բաժնետոմսերի 69%-ը պատկանում է Ալեքսեենկոյին։ Մյուս 31%-ի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան, չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20% եւ ավել ունեցած ցանկացած բաժնեմաս։ Berry Mount-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31%-ը պատկանում է ANIF-ին, որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։ 2023-ի վերջին ANIF-ը հաղորդեց, որ Berry Mount ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։ Հայկական ելակը տուփերում ըստ չափերի դասավորած գրամ կշռած վաճառքի։ Հանրային հեռուստաընկերության այս ռեպորտաժում Berry Mount-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում խոսելով ANIF-ի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեքսեենկոն շեշտում է. ANIF-ի այս խիզախ եւ շատ կարևոր մասնակցությունը թույլ կտա հաղթահարել այդ խնդիրները եւ մենք չնայած ծանր իրավիճակին կկարողանանք զարգացնել մեր արտադրությունը։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս ասում էր. Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի թե որակական եւ թե համային հատկանիշները։ Կառավարության աջակցությունը Berry Mount-ին չի սահմանափակել միայն ANIF-ի կողմից ներդրմամբ։ 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 միլիոն դրամի մաքսատուրքերից է ազատել ընկերությանը։ Դմիտրի Ալեքսեենկոն եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են։ Երևանի Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեքսեենկոյի եւ Պուշկինի անվան դպրոցի կապը ավելի ամրապնդվեց 2022-ին։ Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեքսեենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։ 2023-ին Երևանի ավականու ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Ալեքսեենկոն առատաձեռն էր գտնվել 1 միլիոն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։ Berry Mount-ից բացի Ալեքսեենկոյին է պատկանում K&G Group ընկերությունը, որ Նոր Գեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ ANIF-ի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցը ընդլայնելու, Berry Mount-ի ստեղծման եւ 6 հեկտարի հասցնելու նպատակով։ 2022-ի օգոստոսին մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով K&G Group-ին տուգանելու որոշում էր կայացրել։ Ըստ հանձնաժողովի, K&G Group-ի արտադրած ելակները վաճառվել են էկո եւ էկոլոգիապես մաքուր բարերի ներկայացման այն դեպքում, երբ ընկերության ելակները չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք։ Հանձնաժողովը սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։ K&G Group-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին Agro-Trend ընկերության կողմից։ Agro-Trend-ը պահանջել էր Ալեքսեենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Ինչ դեր է ունեցել ANIF-ի խորհրդի նախկին նախագահ իր դասընկեր Տիգրան Ավինյանը Berry Mount-ի ֆինանսավորման գործում։ Հետաքրքրվել էինք հենց Դմիտրի Ալեքսեենկոյից։
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ընկերության հիմնադիրը վերջինիս ղեկավար կազմը չի ունեցել եւ չունի ոչ մի գործնական հարաբերություն Տիգրան Ավինյանի հետ, հայտնել է նա։ Ալեքսեենկոից խնդրել էինք տրամադրել նաեւ Անիֆի դուստր ձեռնարկության եւ Բերի Մաունթի միջև կնքված բաժնետիրական համաձայնագիրը ու ներդրումների հիմք հանդիսացող մյուս փաստաթղթերը։ Ի պատասխան վերջինս տեղեկացրել է, որ տվյալ համաձայնագրի հանրայնացումը համարում է անթույլատրելի, քանի որ կան կոմերցիոն բազմաթիվ գաղտնիքներ։ Ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը, պատասխանելով Ազատության գրավոր հարցին, թե ինչ ելակետային տվյալներ են հիմք վերցվել Բերի Մաունթում ներդրումներ կատարելու համար, պատասխանել է. Ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացնելիս հիմք է ընդունվել K&G Group ՍՊ-ի կողմից օրգանական ելակի աճեցման ոլորտում արդեն իսկ ունեցած փորձը, արտադրության եւ արտահանման ծավալները, հայկական շուկայում ելակի արտադրության աճը ու նշված հանգամանքներից բխող ֆինանսական ցուցանիշները։ Խուդոյանը նաեւ տեղեկացրել է, որ տրամադրված 960 միլիոն դրամի որոշումը ընդունվել է ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի միաձայն։ Իսկ անձնական եւ կամ էլ գործնական հարաբերություններ ունեք Դմիտրի Ալեքսեենկոյի հետ։ Ինչ գործառույթ եք ունեցել ձեռնարկատեր գումարած պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ Փակ բաժնետիրական ընկերության կողմից ներդրումների կատարման գործում։ Արդյոք միջամտել եք այդ Փակ բաժնետիրական ընկերության կողմից Բերի Մաունթ ընկերության ֆինանսավորման գործընթացին։ Հետաքրքրվել էինք Երևանի քաղաքապետ Անիֆի խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանից։ Ի պատասխան Երևանի քաղաքապետարանից 1 ամսյա ժամկետ են խնդրել հարցերը լրացուցիչ ուսումնասիրելու ու պատասխանելու համար։ 1 ամիս առաջ հետքը գրել էր, որ Անիֆի նույն դուստր ձեռնարկության կողմից 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարվել CFW Փակ բաժնետիրական ընկերությունում, որի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել էր հիմնադրվելուց 8 օր հետո։ Անիֆի գործունեության հետ կապված ներկայում քննչական կոմիտեում քրեական վարույթ կա, սակայն այդ վարույթով մեղադրյալների մասին տեղեկություններ դեռ չկան։ Անիֆի մի շարք ներդրումներ ձախողվել են, օրինակ Air Arabia ընկերության հետ ստեղծած Fly Arna ավիաընկերությունը սնանկացավ հիմնումից 1.5 տարի անց։ Սնանկության փուլում է նաև Անիֆի դուստր ընկերության կողմից ֆինանսավորված Ապագա Projects Փակ բաժնետիրական ընկերությունը։ Մոտ 6 տարի առաջ մեկնարկած AIG-1 արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային գործընթացը, որը իրականացվում էր Անիֆի հետ, 6 տարի անց նույնիսկ չի հասել շինարարության փուլին։ Մասնագիտական շրջանակները վիճահարույց էին համարում նաև Անիֆի կողմից Երևանի կենտրոնում ռեստորանի հիմնման համաֆինանսավորումը։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2023-ի մայիսին Անիֆի անորոշ մանդատի, թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Տիգրան Ավինյանը ապրիլի 11-ին լրատվամիջոցների հարցին պատասխանելով, թե հնարավոր է Անիֆի հետ կապված դատախազությունն իր հետևից գնա, ասել է. իր հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։